Մերաբրած երգիր մոլորագին պրգությունը անհետացկելի հրամայական է։ Այս նույթին շուրջ նորին սուրպոզություն դեր արամարաչին վեապար հայրաբեդը դասախոսությունը դվավ Լոս Անջելեսի աշխարհահռչակ Կալիֆորնիա համալսարանի մեջ UCLA-ի երեքշաբթի 28 հոկտեմբեր 2025-ին։ Դասախոսության ներկայ էին համալսարանի պրոֆեսորներ, բարձրգարկի ուսանողներ եւ վեապար հայրաբեդին ընկերակցող բադվիրագությունը, ասկայն մարմիններ ու ներկայացուցիչներ ու հադուկ հրավիրյալներ։ Ասկայն առաջնորդարանի եւ սույն համալսարանի խոստում հայկական հիմնարկի Promise Armenian Institute համագործակցությամբ կազմակերպված դասախոսության սկիզբը խոսք արավ հիշյալ հիմնարկի հիմնադիր դնորեն դոկտոր Աննա Կարագոզյան։ Ողջույնի խոսքանի հետ ան լայնորեն անդրադարձավ վեապար հայրաբեդին միջազգային այլազան ամբիոններեն գդարած գենսոլորդի բահբանման գոչերուն եւ այս ուղղությամբ անոր գդարած աշխատանքներուն, ապա հագիրճ կերպով ներկայացուց դասախոսության ընդհանուր գիծերը։ Խոսք արավ նաեւ արեմտյան հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Դերքեղամ arczepiskopos Խաչարյան։ Ան լուսարցագի դագարավ նորին սրբության 3 դասնամյակներու վրա դարածված բազմագողմանի ծառայությունը։ Վեապար հայրաբեդը աշխարհին ծանոթ անուն է ոչ միայն իբրև եկեղեցական գարգարուն թեմք, որ իմաստուն նավաբեդությամբ Կիլիգիո Սուրբ Աթորը 3 դասնամյակ է իվեր, անսասան գբա է եւ իր անմնացոր ծառայությամբ զայն նվաճում գարաչնորդ է, այլ իբրև միջ եկեղեցական էկումենիկ շարժումի դարիներու պատգարելի ադենաբեդ, աստվածապանության դոկտոր Գրոնակետ հայ եկեղեցվո վերջին դասնամյակներու կյանքի մեջ իր ուրույն դերն ու թերը ունեցող հայակետ մտավորական, որուն աշխարհայացքի մեջ հատկանշական կարևորություն ունին ագատեմական շրջանակները, ուսանող երդասարտությունը, զարգացած մտածողությունը եւ խորաթափանց իմացությունը։ Սրբազան հոր խոսքեն յետ ներկայացվեցավ վեապար հայրաբեդին ամփոփ կենսակրությունը։ Անգլերեն լեզվով դրված դասախոսության սկիզբը արամարաչին վեապար հայրաբեդը հայտնեց, որ երգիր մոլորակը գնտանա թեպի ինքնականթում։ Այս գծով գենսոլորդային դվյալները հստակ են եւ գիտնականներ այս ուղղությամբ հաջախագի գերբով կհիշեցնեն pedagogan պատասխանատուներուն եւ ընդհանրապես մարդկության թե անհրաժեշտ է գարելի փութով կորձնական միջոցներու թիմել առաջ կառնելու համար դակավին խորացող գենսոլորդային տակնաբին։ Նորին սուրպոզությունը շեշտեց թե global warming կամ climate change բնորոշումները չեն համապատասխաներ իրականության, անոնք միայն տակնաբի արտահայտություններու մաս կգազմեն։ Գենսոլորդային տակնաբը ըստ էության շատ ավելի խոր է ու բազմագողմանի։ Ճշմարտաբար մենք առավել ապար գսպայինք տակնաբին արտահայտություններով, քան արդյունքին դուն դվող բաժարներով, ընդգծեց նորին սրբությունը։ Շարունակելով իր դասախոսությունը հայրաբեդը ասավ թե իր մոդեցումը աստվածապանական բարոյակիդական է հիմնված միաստվածյան 3 գրոններու սկզբունքային մոդեցումներուն վրա։ Աստվածաշունչը գիհիշեցնե մեզի թե Աստված նախ դիեզերքը ստեղծեց եւ ապա մարդը։ Մարդուն աստվածային պատկերով օժտելով բարդականությունը դվավ հսկելու, պաշտպանելու եւ ծաղկեցնելու երգիրը, միշտ ըլլալով համարադու դիեզերքի ստեղծիչին։ Սա կնշանակե թե մարդը դիեզերքին սեփականադերը չէ, այլ գոչված է անոր բահակն ու պաշտպանը ըլլալու Աստուծո կողմէ նշանակված։ Սակայն պատմությունը ցույց կտա, որ ատամեն սկսյալ մարդը եղավ անհավատարիմ Աստուծո կողմէ իրեն դրված բարդականության նկատմամբ։ Փոխանակ դիեզերքը օգտագործելու Աստուծո տակավորության մեծ ծրագրին համար զայն շահագործեց իր անձնական մարտագետրոն ու մարտանպատակ ծրագիրներու համար։ Ահա խորքը գենսոլորդային տակնաբին։ Դնդեսության ու ջարդարակիդության զարգացումով մարդու կողմէ դիեզերքի շահագործումը դարձավ լայնածավալ եւ հետեւաբար անոր հետևանքները ավելի ծանրացուցին տակնաբը նշեց հայրաբեդը։ Այս ընդանուր վերլուծումեն յետ նորին սրբությունը հարցումը ուղեց. Ինչ կարելի է նել առաջ կառնելու տակնաբի վատտարացման։ Վեապար հայրաբեդը հետեւյալ 4 բնակավարներու մեջ տեսավ կորձնական քայլերու կարելիությունները։ Առաջին նվազեցնել արտադրողական քանակը, շեշտը տնելով որակին։ Արտադրողական քանակի հավելումը գենթադրե այնպիսի նյութերու կորզածություն, որոնք վնասաբեր են դիեզերքի առողջ պահպանման։ Երկրորդ նվազեցնել սպառողական կյանքը, ներկա ընկերության փոքր մասը սպառողական բարձր մակարդակի վրա կգտնվի, հարաբերաբար մեծամասնության, որ աղքատության մակարդակի վրա է։ Այս անհավասարագշիր գացությունը բարոյական տակնաբի անտին նաև գենսոլորդային լուրջ հետևանքներ կունենա։ Երրորդ հավասարագշրել բնակչության աճը։ Բնակչության անհավասարագշիր աճը գրնամեծապես վնասել գենսոլորդի պահպանման։ Հետևաբար անհրաժեշտ է հավասարագշրությունը հարաճացնել երկրակունթին բնակչության եւ երկրակունթին հայտայտած ջուրի եւ ուտելիքի քանակի միջև։ Եվ չորրորդ նվազեցնել երգիր մոլորակին արտադրած ուժանույթի օգտագործումը։
Անհրաժեշտ է օգտագործել այնպիսի ուժանյութեր, որոնց վերանորոգումը կարելի է, հեռու մնալով անվերանորոգելի ուժանյութերու օգտագործումեն, ինչպես նաև չափազանցված ու ավելորդ սպառում են։ Հիշյալ մարզերու մասին խոսելով Արամ Առաջին Գաթոյգոս շեշտեց, որ այս բոլորին յետին կգտնվի մարդը, անոր հաշվեդու ու պատասխանատու մոդեցումը։ Դժբախտաբար պետություններ մեկնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերեն դժշարունակեն շահագործել մարդկության միակ դունը նկատվող երկիր մոլորակը, անդեսելով Միացյալ Ազգերու գազագերբության եւ միջազգային համակումարներու ճշտած ուղեցույցերը։ Մինչ այդ երկիր մոլորակին ինքնականդումը կշարունակվի։ Երկրին փրկությունը դեռևս առավել առաջնահերթ է, քան մարդու փրկությունը, որովհետև երկիրը մարդուն միակ բնակարանն է, ըսավ նորին սրբությունը։ Դասախոսութենենյետ ներկաներուն արիտ ընձավեցավ իրենց հարցումները ուղղելու վեհապար Հայրաբեդին, իսկ դասախոսութենեն առաջ ու ետք իբադի վեհապար Հայրաբեդին հայկական բաժանմունքի պատասխանատուները գազմագերբեցին ընդունելություն, որուն ընթացքին Էրիկ Իսրայելյան ողջունեց Հայրաբեդի ներկայությունը եւ դրվադիկով արտահայտվեցավ նորին սրբության ունեցած հարուստ փորձառության ու միջազգային հարաբերություններու մասին։